Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Դեպի քեզ եմ աղաղակում ով Տեր, իմ վեմ, լուր մի մնա ինձանից, որ չլինի, թե դու ինձանից լուր մնաս և ես գերեզմանի մեջ մտնողներին նմանվեմ։ Սաղմոս 28:1 Աղաղակը խորը վշտի բնական արտահայտումն է և պատշաճ արձագանք, երբ կանչի մյուս բոլոր ձևերը անհաջողության են մատնվում։ Սակայն աղաղակը պետք է միայն Տիրոջն ուղղված լինի, որովհետև մարդուն աղաղակելը նշանակում է օդում վատնել մեր աղաչանքները։ Եթե մենք հաշվի առնենք Տիրոջ լսելու պատրաստակամությունը և օգնելու կարողությունը, ծանրակշիռ հիմքեր կունենանք մեր աղերսանքները միանգամից մեր փրկության Աստծուն ուղղելու։ Զուր կլինի ժայռերին կանչելը դատաստանի օրը, Հայտնություն 6:16 Սակայն մեր վեմը լսում է մեզ, լուր մի մնա ինձանից։ Միայն ձևապաշտ քրիստոնյաները կարող են բավարարված զգալ առանց իրենց աղոթքի պատասխանն առնելու, բայց ոչ երբեք իրական հավատացյալները։ Նրանք չեն բավարարվում պարզապես աղոթքի միջոցով իրենց միտքը խաղացնելով և կամքը հնազանդեցնելով։ Ոչ, նրանք ձգտում են առաջ շարժվել և փաստացի պատասխան ստանալ երկնքից, այլապես չեն կարող հանգիստ գտնել։ Սակայն երբ երկար սպասված պատասխանը չեն ստանում, նրանք սարսափում են Աստծո լռությունից։ Աստծո ձայնը հաճախ այնքան սարսափազդու է, որ դողացնում է անապատը, Սաղմոս 29:8 Բայց նրա լռությունը հավասարապես սոսկալի է ջերմեռանդորեն աղոթողի համար։ Երբ թվում է, թե Աստված փակել է իր ականջները, մենք պետք է ոչ թե դրանից ելնելով փակենք մեր բերանները, այլ ավելի մեծ եռանդով աղաղակենք նրան, որովհետև երբ մեր ճիչը գնալով ավելի բարձր է զրնգում վշտի միջից, նա չափազանց երկար չի հրաժարվի մեզ լսելուց։ Ինչ սարսափելի կլիներ մեր վիճակը, եթե Տերը հավիտյան լուռ մնար մեր աղոթքների հանդեպ։ Չլինի, թե դու ինձանից լուռ մնաս և ես գերեզմանի մեջ մտնողներին նմանվեմ։ Զրկված լինելով մեր աղոթքներին պատասխանող Աստծուց, մենք ավելի թշվառ կարգավիճակում կլինեինք, քան մեռածները գերեզմանում, և շուտով կսուզվեինք ու կհայտնվեինք նույն մակարդակում, որում դժոխքում կորսվածներն են։ Մենք պետք է պատասխան ունենանք մեր աղոթքներին։ Դա խիստ անհրաժեշտություն է մեզ համար, որովհետև մեր խնդիրը ծայրաստիճան հրատապ է։ Անշուշտ Տերը խաղաղություն կխոսի մեր խռովված մտքերին, քանի որ նրա սիրտը երբեք չի կարող թույլ տալ, որ իր ընտրյալները կորստյան մատնվեն։